3 հունվարի 17-ին 55 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ հաղորդավարուհի Զարա Արամյանը։ Սիրված հաղորդավարուհուն նախորդ օրն հիվանդանոց տեղափոխվել, նրա վիճակը գնահատվում էր ծանր, նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ 3 շատ հայհայտնիներ իրենց ցավակցական խոսքն են ուղղել Զարա Արամյանի ընտանիքի անդամներին։ Դերասան Հրանտ Թոխածյանն իր սոցիալական էջերում գրել էր հետևյալը. «Զարա ջան, սիրուն, համով, տաղանդավոր ու շատ հարազատ, լույսերի մեջ մնաս», գրել էր դերասանը։ Հավել ենք նաև, որ Starnews.am-ը ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ Armlur.am-ի տեղեկություններով հեռուստահաղորդավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ դերասան Զարա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Զարա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են շատ ծանր։ Starnews-ն առանձնացրել է նաև Զարա Արամյանի վերջին գրառումները սոցիալական հարթակներում։ Սիրված հաղորդավարուհին վերջերս ամիսներ առաջ գրել էր հետևյալը. «Առաջին վարշիկահերը եթերում, առաջին խոհանոցային հաղորդումը եթերում, առաջինը, ով եթերում առանց բարդույթների և ծիծաղում էր և լալիս, առաջինը, ով դարձրեց եթերները համով, 35 տարի հայկական հեռուստատեսային եթերում։ Այսօր ես ի վիճակի չեմ գնալ իմ հաղորդման տաղավար, անցկացնել զրույցներ, լինել ակտիվ, բայց այդ ամենը մտքումս է կամ երազներումս։ Այսօր սրտանց շնորհավորում եմ իմ բոլոր գոլեգաներին, տեխնիկական աշխատակազմին և առհասարակ բոլոր նրանց, ում համար տելևիզիոն շիկ բառը դա կենսակերպ է, երակներով հոսող արյուն և ավյուն», գրել էր Զարա Արամյանը։ Ավելի վաղ հաղորդավարուհին հետևյալն էր գրել. «Խնդրում եմ բոլորիդ ուշադրությունը։ Թողեք գործ-ա-բանը, հավաքվեք կողքս, կարևոր բան եմ ասում։ Նստեք կողքերս, շրջան կազմեք, խաղաղվեք ու լսեք։ Այսօր նշվում է Թենքսգիվինգը, բայց ոչ մեզ մոտ այդ, ըստ իս, լավագույն տոնը ավաղ մեր տոների ցանկում չկա։ Ուստի ես չեմ նշում տոնը, սակայն ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել։ Առաջինը Աստծուն, ով չի հոգնում մեզ սիրել ու տեր կանգնել։ Մեր ծնողներին, մեր քույր-եղբայրներին, մեր ընտանիքների անդամներին, տատիկ-պապիկներին, երեխաներին, լավ հարևաններին ու ընկերներին, կոնկրետ ես ձեզ, իմ սիրելիներ, մեկս մյուսին։ Այնքան կարևոր է լինել շնորհակալ ու քնքուշ քաղցր խոսքը տեղին ասել։ Թող ձեր բոլորի կյանքը լինի այնպիսինը, որ դուք կուզենաք շնորհակալ լինել։ Ես ձեզ հատիկ առ հատիկ գրկում եմ ու ասում եմ. շնորհակալ եմ։ Ի վերջո, մեծ ու իրական երջանկությունը այն է, որ Աստծուն դիմում ես ոչ թե ինչ-որ մի բան խնդրես, այլ որ շնորհակալ լինես»։ Հայրս՝ Ֆելիքս Արամյանը տարիներ շարունակ եղել է բոլոր մարզերում կազմակերպված տոնակատարությունների երաժշտական մասի ղեկավարը։ Ընդ որում, ինքն էլ իր մեքենայով էր գնում ու գալիս, որքան էլ որ հեռու լիներ։ Եվ հորս հետ ուղևորներ էին լինում։ Միջոցառման ղեկավարությունը, ընկերներով էլի, 80-ականներն էին հիշում։ Այդպիսի մի միջոցառումը ավարտվելուց հետո ուշ երեկոյան Երևան հետ գալուց հայրս ավտոյի լույսերի տակ նկատում է մի մեծ, խոշոր ոզնու ու հենց ճանապարհի մեջտեղում։ Հայրս հասցնում է կտրուկ կանգնեցնել մեքենան ու մեջը նստածները թափով ընկնում են առաջ ու դե ով քնած էր արթնանում է։ Հայրս ասում է. «Ոզնի ա, խոշոր մեղք ա, կարող է մեկ այլ մեքենա անցնի ու վնասի։ Պիտի ճանապարհից վերցնենք ոզնուն ու տուն տանենք, երեխաներն էլ կուրախանան։ Ուղղակի քանի որ մենք տանը շուն ունեինք, ոզնուն կարող է վնասել։ Ավելի լավ է վերցնի ավտոյի մեջի ընկերներից մեկը։ Մյուս ընկերն ասում է, որ իրենք էլ տանը կատու ունեն, որն էլի լավ չի ոզնու համար։ Եվ երկուսով լուռ պահանջող հայացքով նայում են երրորդ ընկերոջը, որ տանը ոչ շուն ունի, ոչ էլ կատու։ Ընկերը դե վերցնում է զգուշորեն ոզնուն, որը ոչ փախչում էր, ոչ ծակում։ Դե երեքով գնում են իրենց տներով, իսկ հաջորդ օրն առավոտյան շուտ զանգում է ոզնուն տուն տարած ընկերն ու բղավում. «Ֆելո, էս ինչ սարքեցիք գլխիս»։ Գիշերը ոզնին ունեցել էր 7 փոքրիկ ոզնիներ, որոնք քարկտիկի նման ամբողջ տնով մեկ տարածվել էին։ Ոզնին փաստացի հղի էր, այդ իսկ պատճառով էլ իրեն ծանր էր պահում։ Ստեղ են ասել. օրն եկավ, ղսմատն էլ հետը։ Բոլորիս մաղթում եմ ղսմաթով կյանք ու նվերները ստանանք ամենաանսպասելի տեղերից։
Հետգրություն. Ոզնիներին բաժանեցին տարբեր տեղեր, իսկ պատմական մայր Ոզնին երկար տարիներ ապրեց Ոզնուն որդեգրած հորս ընկերոջ հայ համերգի երկար տարիների ղեկավար Լավրենտ Մովսիսյանի տանը։ Զահրա Արամյանը ևս մեկ գրառում էր նվիրել իր հայրիկին. «Ախ, ինչքան եմ քեզ հետ խոսում, կարծես լսում եմ բավ ձայնդ, թաքուն ժպտացող աչքերդ, ու ինչքան եմ հետդ կռիվ անում, որ ինչու ինձ տվեցիր սրտիդ հիվանդությունը, դու պինդ էիր, պայքարում էիր, ես այդքան պինդ չեմ, երբեմն շատ եմ թուլանում, չեմ դիմանում։ Միևնույն է, իմ հայրն ես, ինձ հյուսողը, ինձ իմ առաջին աստվածաշունչ նվիրողը։ Կարդա ասացիր, կյանքիդ բոլոր հարցերի պատասխաններն այստեղ կգտնես։ Այդպես էլ ապրում եմ, ջազ սիրելով, սրտի անբուժելի հիվանդություն ունենալով ու մեծ հավատքի մեջ լինելով։ Իմ մեծ հպարտություն, իմ մեծ հայ, մեծ հայրենասեր, իմ մեծություն։ Ահա այսպես էր շնորհավորել հայրիկի երկնային ծնունդը Զահրա Արամյանը։ Խոսելով իր հիվանդության մասին, դերասանուհին մեկ անգամ գրել էր. «Բայց ինչքան դուք լավն եք, ձեր սերն ու ջերմությունը, ձեր աղոթքները ինձ ուժ են տալիս ու պնդացնում են։ Խորին շնորհակալություն ես բոլորիդ։ Թե տանը, թե հիվանդանոցում 24 ժամ լինելով թթվածնի տակ, տեսա, որ սոսկալի շատ չորացել է մաշկս, հատկապես դեմքս։ Փորձել եմ դեմքի մաշկը խոնավեցնող ու փափկեցնող իմ իմացած տարբեր ֆիրմաների, երկրների, գների ու տեսակների բոլոր քսուկները։ Ավաղ ոչ մեկը չօգնեց։ Ուստի հարց իմ կոսմետոլոգ ընկերներին, ինչ խորհուրդ կտաք օգտագործել, որ այս չորացած, անգամ թեփոտած դեմքիս մաշկը փափկի և խորանա։ Շնորհակալ եմ բոլորիդ, գրկում եմ ու պաչիկ անում։ Ու կրկին նույն ճանապարհը, կարծես արդեն սովորույթ դարձած լինի, որ 2-3 ամիսը մեկ նույն ճանապարհն է, ու այդ ճանապարհին փորձում եմ հնարավորինս շատ ըմբոշխնել Երևանս, փողոցները, մարդկանց, լույսերը, քանզի 2 տարի է ինչ այլ տարբերակ, քան սլացող մեքենայի լուսամուտից նայելը քաղաքին դեռ չունեմ։ Վաղը կրկին տեղափոխվում եմ հիվանդանոց իմ բժշկի մոտ, ոսկե միտք, գիտելիք ու սիրտ ունեցող բժիշկս։ Պինդ եմ, հավոր, լավատես եմ, հավատքի մեջ եմ, սիրում եմ բոլորիդ, ընդմիշտ ձեր Զահրա Արամյան։ Եկավ այն ժամանակը, որ պետք է հաշվետվություն ներկայացնեմ իմ ապրած 55 տարիների, մի փոքր երկար է, բայց կկարդաք, ստուգող հարցեր եմ տալու։ Ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որ հետո ամբողջ կյանքումս հպարտությամբ եմ պատմելու ծնողներիս, տատիկ-պապիկներիս մասին։ 3 տարեկանում խաղացել եմ դրամատիկական թատրոնում ու ստացել 30 ռուբլի աշխատավարձ։ Մանկապարտեզ, դպրոց, ռուսական։ Այդ տարիներին դա էր հարգի, դա էր ինտելիգենտ ընտանիքի ցուցանիշ։ Առաջին դասարանում ազգությամբ ռուս դասընկերուհուս ճանապարհում է իրենց տուն, այն ժամանակ Ամիրյան կոչվող փողոցում ու անհոգ բարձր բլբլացնում ռուսերենով։ Ու այդ պահին ինձ մոտեցավ մի տարեց մարդ, ճերմակած մազերով ու շատ խրոխտ ձայնով ասաց. «Դու ի՞նչ ռուսի ճուտես, որ ռուսերեն ես խոսում» ու ուժեղ ապտակեց դեմքիս։ Ես ամբողջ փողոցով լաց էի լինում ու զարմանում էի, ինչու կանգառի ոչ մի մարդ չպաշտպանեց ինձ։ Մեկ էլ մի կին պատկառանքով նայելով այդ մարդու հետևից կամաց մոտեցավ ինձ ու ասաց. «Մի լացիր, աղջիկ ջան, ու հիշիր ամբողջ կյանքումդ քեզ ապտակեց Շիրազը»։ Star News-ն առանձնացրել էր Զահրա Արամյանի գրառումները ֆեյսբուքյան հարթակում։